Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 49-րդ գլուխ Հակոբի վերջին խոսքերը։ Հակոբ իր որդիները կանչեց եւ ասավ. Հավաքվեցեք, որբեսի ցեզի իմացնեմ, ինչ որ վերջին օրերը ցեզի պիտի պատահի։ Հավաքվեցեք ու մտի գրեք, Հակոբի որդիներ, ծեր հոր Իսրայելի մտի գրեք։ Ռուբեն, թունես իմ անտրանիկս, իմ ուժս եւ իմ գորովիս սկիզբը, քերազանց վեհության մեջ, քերազանց զորության մեջ։ Չուրիբես երացիր, առաջին պիտի չլաս, որովհետև քու հորդ անգողինը ելար, այն ադեմ բղձեցիր զայն, իմ անգողինս ելավ։ Շմավոն ուղևի եղբայրներ են, իրենց սուրերը բռնության գործիքներ են, իմ անձս անոնց քաղտիկներու մեջ թող չմտնե, իմ փառքս անոնց համախմբումին թող չմիանա, որովհետև իրենց փառգությամբ մարդ սպանեցին եւ իրենց կմահաճույքին համար ցուլի չիղ գդրեցին։ Անիծյալը լա անոնց փառգությունը, որովհետև սաստիկ էր, ու անոնց ցասումը, քանի որ խիստ էր։ Զանոնք Հակոբի մեջ պիտի բաժնեմ եւ զանոնք Իսրայելի մեջ պիտի ծրվեմ։ Հութա քու եղբայրներդ քեզ պիտի կովեն, քու ցերկդ քու տշնամիներու ծոծրագին վրա պիտի ելա, քու հորդ որդիները քեզի պիտի երկրպակեն։ Հութա արյուծի ցակ է, որդյագս, գողուբուդեն վերաթարցար, արյուծի պես ծրեցավ, մադակ արյուծի պես բարգեցավ, զայն ով պիտի արտնցնե։ Իշխանության կավազանը հութայե պիտի չհերանա, ոչալ անոր ոտքերուն մեջտեղեն օրենստիրը, մինչև որ սելովը կա ու ժողովուրդները անոր հնազանդին։ Իր ավանագը որդադունգին պիտի գաբե եւ իր մադակ իշուն ցակը ընդիր որդադունգին, իր բատմուջանը քինիյո պիտի լվա ու իր հանդերձը խաղողի արյունով։ Իր աչքերը քինիեն գարմիր եւ իր ագրաները գաթեն ջերմակ պիտի լան։ Զապուղոն ծովուն եզերքը պիտի փնագի, ան նավերուն հանգիստը պիտի լա եւ անոր սահմանը մինչև Սիթոն պիտի հասնի։ Իսակար ուժեղ էշ մնե, որ կոմերուն մեջտեղ գբարգի։ Դեսնելով թե հանգստությունը լավ էր ու երգիրը հաջելի էր, իր ուսը ծրեց փեր գրելու եւ հարգադու հբադակ եղավ։ Թան իր ժողովուրդը պիտի թադե, Իսրայելի դոհմերեն մեգումբես։ Թան ջամփայի վրա օծմը պիտի լա, ուղիի վրա իժմը, որ ցիուն գրունգը գխածնե, այնպես որ հեծյալը գրնագի վրա գինա։ Ով դեր քու փրկությանը թուսացի, քաթի վրա քունտմը պիտի հարցագի, բայց վերջապես ինք պիտի հարցագի։ Ասերի հացը բարարդ պիտի լա եւ ինք թակավորի համատամ գիրագուրներ պիտի տա։ Նեպտաղիմ քեղեցիկ խոսքեր արտասանող ազատ արցակված եղնիկ մնե։ Հովսեփ բդղադու ոստ մնե, աղբյուրիքով դնգված բդղադու ոստմը, որում փողփոչները բադի վրա գելեն։ Աղեղնավորները թարնացուցին զայն, նետացիկ եղան անոր ու ադեցին զայն, բայց անոր աղեղը դոգում մնաց։ Եվ իր ցերկերն ու բազուկները ուժովցան, Հակոբի հզոր աստուծույն ցերկերով, Իսրայելի վեմը եղող հովիվը անգե է, քու հորդ աստուծմե է, որ քեզի պիտի օգնե, ամենակարողեն, որ քեզ պիտի օրհնե վերեն երկնքի օրհնություններով, վարը բարգող անտունտին օրհնություններով, ձիձերուն եւ արքանտին օրհնություններով։ Քու հորդ օրհնությունները իմ նախնիկներուս օրհնություններեն բարձրացան մինչև հավիտենական փլուրներուն կակատը։ Հովսեփի գլուխին վրա պիտի ըլլան անոր կակատին վրա, որ իր եղբայրներու մեջ են նվիրապերված է։ Բենյամին բզկտող քայլ պիտի ըլլա, արդուն որսը պիտի լափե եւ իր գունը ավարը պիտի բաժնե։ Ասոնք բոլորը Իսրայելի 12 դոհմերն են, այս է որ իրենց հայրը խոսեցավ անոնց եւ օրտնեց զանոնք, յուրաքանչյուրին օրտության համեմատ օրտնեց զանոնք ու բադվիրեց անոնց։ Ես իմ ժողովրդիս մեջ պիտի ամփոփվիմ, իմ հայրերուս հետ այն քարայրի մեջ թաղեցեք զիս, որ կեդացի Եփրոմի արդին մեջ է, ան քարայրին մեջ,
որ Քանանի երգիրը Մամպրեի թիմաց եղող Մակփիլայի արդին մեջ է, որ Աբրահամ արդին հետ կեդացի Եփրոմե կնեց իբր քերեզմանի գալված։ Աբրահամը եւ անոր գինը Սարան հոն թաղեցին, Իսահակն ու անոր գինը Ռեբեկան հոն թաղեցին, ես ալ Լիան հոն թաղեցի, այդ արդը եւ հոն եղող քարայրը քեդի որդիներեն քնվեցան։ Երբ Հակոբ ավարտեց իր որդիներուն պատվերդալը, իր ոտքերը մահիջի մեջ ամփոփեց, շունչը տվավ եւ իր ժողովրդի մեջ ամփոփվեցավ։ Փառքես Տեր Աստված մեր։ Ամեն։